Այսօր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Ֆրանսիայի քաղաքացի քաղբանտարկյալ Սարգիս Հասպանյանը վստահեցրեց, որ կալանավայրում ոչ մի քաղբանտարկյալի նկատմամբ այնքան խտրականություն չի եղել, որքան իր նկատմամբ։ Առանձնահատուկ վրեժխնդրություն, շատ մանրախնդիր, շատ ցածր որակի վերաբերմունք։ 2009 թվականի ապրիլի 9-ին նա դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման սուտ մատնության մեղադրանքով այն բանի համար, որ մամուլում հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվելու։ Այսօր նա մեկ նպատակ ունի ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Գեղձված ընտրություններ ուտեմ փողոք արտահայտելուց համար միայն, ելույթներ ունենալուց համար Ռոբերտ Քոչարյանը ինձ զրկեց Հայաստանում ապրելու իրավունքից եւ արտաքսման ենթակա եմ ես։ Եվ այդ արտաքսման ենթակա լինելուց օրը այսօրվանից սկսում է կորձել, որտեղ ես դրսում եմ արդեն 5 օրյա ժամկետում ես պետք է լքեմ Հայաստանի վարչական սահմանները։ Նա ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը անվավեր կճանաչի իր արտաքսման մասին Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 10-ի հրամանը։ Անդրադառնալով Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում իր անցկացրած օրերին նա ընդգծեց. Մարդկանց իրավունքները, օրենքները, քոյությունները, ասենց 24 ժամ ոտնահարվում են, 24 ժամ։ Մարդկանց մարդու դեղ չեն տուն, այսինքն մարդը արժեք չի։ Նա կարծում է, որ իրեն վերագրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի անձնական պատվերն էր, ըստ նրա դա մեկ բացատրություն ունի։ Միակ բանի համար, որովհետև ես իրենց իշխանությունը զավթելու թեմ գայնեցի, միակ բան։ Նախկին քաղբանտարկյալը վստահեցնում է, որ ինքը նախաքննական մարմնին պատրաստ է եղել անգամ բացահայտել իր հայտարարության համար հիմք հանդիսացած աղբյուրը, մինչդեռ իրեն արգելել են։ Դա Սարգիս Հասպանյանի ասելով եւս մեկ անգամ ապացուցում է, որ իր վրա ուղղակի ապաշնոր գործ են սարքել։ Նա վստահորեն հայտարարեց, եթե էլի ունենա նմանատիպ տեղեկություն, որի համար ինքը 2009 թվականին դատապարտվեց, չի վարանի ու կհրապարակի։ Նարին Էդիսյան, Արամ Մնացականյան, IPFM։